Հունիսի 22-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերը B2 թռչող ռումբերով եւ ենթաբազային հրթիռներով միջամտեցին պատերազմին եւ հարվածեցին Ֆորդո, Նաթանզ եւ Իսֆահան միջուկային գործարաններին լայնածավալ կեսգիշերային մուրջ գործողությունն իրականացնելով։ Պենտագոնի հայտարարության համաձայն օրինաչափ դանակի Սայր անվանումը ստացած հարվածը կիրառվեց 125 օդային սարքերի միջոցով գործարաններին մեծ վնաս հասցնելով։ Մինչ ԱՄՆ-ի հուժկու հարվածները հունիսի 21-ին Իրանը արձակեց տասնյակ բալիստիկ հրթիռներ, ամբողջովին թիրախավորելով Թել Ավիվը, իսրայելական հոպ ուժերը ոչնչացրին հրթիռների մեծ մասը, վերջին տվյալներով վիրավորվել է մոտ 12 մարդ, վնասվել են թաղամասեր։ Մյուս կողմից, միջազգայնագետների եւ քաղաքական գործիչների մեծ մասը վստահ է, որ ԱՄՆ-ն չի կարողացել 100% վստահությամբ հաստատել, որ Իրանի միջուկային օբյեկտներն ամբողջությամբ ոչնչացվել են։ Միևնույն ժամանակ Վաշինգտոնում կարծում են, որ հարվածները թույլ են տվել զգալիորեն հետաձգել Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը, հայտարարել էր ԱՄՆ փոխնախագահ Վենսը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռոբիոն էլ իր հերթին ավելի սրելով վիճակը ասել էր. Եթե Իրանը հակահարված տա, դա կլինի նրա կողմից երբևէ թույլ տված ամենամեծ սխալը։ Քիչ առաջ էլ Իսրայելի ՊՆ-ն հայտնեց, որ հարվածել է իրանական 6 ավիաբազայի ոչնչացնելով 15 ինքնաթիռ եւ ուղղաթիռ, այդ թվում F-14, F-5 կործանիչներ։ Այժմ զոհերի եւ վիրավորների մասին։ Իրանում ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 224 մարդ, այդ թվում զինվորականներ եւ պահակախմբի անդամներ, միջուկային կենտրոնի աշխատակիցներ, քաղաքացիական անձինք, որոնք գտնվել են հարվածի գոտում։ Ըստ The Guardian-ի եւ Associated Press-ի հարվածների հիմնական թիրախներն են եղել Ֆորդոյի, Նաթանզի եւ Իսֆահանի միջուկային կենտրոնները։ Վիրավորների թիվը շուրջ 3450-ի է հասնում։ Իսրայելական կողմի ներկայացված թվերը նայելով ավերված Թել Ավիվը կամ այլ քաղաքներ կարող ենք ասել, որ բավականին թյուրըմբռնում է առաջացնում։ Նույն աղբյուրներից տեղեկանում ենք, որ Իրանի արձակած հրթիռային հարվածների հետևանքով Իսրայելում զոհվել է առնվազն 4 քաղաքացիական անձ, վիրավորվել 90-ից ավելի մարդ, վնասվել են բնակելի թաղամասեր Թել Ավիվում եւ հարակից տարածքներում։ Վերջին 48 ժամում Իսրայել-Իրան հակամարտությունը զգալիորեն սրվել է Ամերիկայի միակողմյան լայնածավալ միջամտությամբ։ ԱՄՆ-ի հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին, Իրանի պատասխան հրթիռային հարձակումները Թել Ավիվի վրա եւ այլ տասնյակ մարդկանց զոհերը վկայում են տարածաշրջանի լարվածության մասին։ Պատերազմի զարգացումը կախված է միջազգային դաշնակիցներից եւ զսպման ուժերից։